Այս իշխանությունները քանի իշխանության են Հայաստանում, առնվազն ռազմաքաղաքական ղեկավարությունը չի վերադառնալու, Հայաստանի իշխանությունները ուղիղ շահառու են այս մարդկանց այնտեղ պահելու։ Արցախ անունն արդեն իսկ սարսափազդու է մեր այս իշխանությունների համար, քո որդիները չեն կարող դատվել թշնամու բանտում, բայց դու խաղաղությունից խոսես։ Ինքը պիտի լինի խաղաղարար Նիկոլ եւ ընտրվի եւս մեկ անգամ գոնե ինքը այդ հաշվարկների մեջ է, այս իշխանությունը այդ հաշվարկների մեջ է։ Նրանց սոցիալական խնդիրները բարթացնելով, չլուծելով, արդյունքում նրանք գնալու են Հայաստանից։ Այն ազգային ժողով, որ այսօր կա, վաղուց իրեն սպառել է։ Նրանք երջանիկ են, որ այս անդիմությունն է նախ, որ կարելի է միշտ ասել թալանչի, կոռուպցիոներ եւ այլ մարդասպան։ Միակ ճանապարհը, որ իրենք կարող էին անել, դա մանդատները վայր դնել, ճգնաժամ ստեղծել քաղաքական եւ նոր ընտրությունների գնալ։ Ժողովուրդ, երբ որ հավաքված էր, այդ ժամանակ պիտի անեն, եթե չեն արել, այսինքն դրա համար չեն հավաքվել, սպառակտված անդիմությունը դա այն է, ինչ ուզում է իշխանությունը։ Ընտրությունների միջոցով հաղթելու հնարավորություն կա։ Մի կարևոր հանգամանք կա միայն, մարդիկ պիտի գնան ընտրության։ Ժողովուրդ ջան, եթե Նիկոլը չէ, նա է, ում դուք ընտրելու եք։ Միֆ է, որ չկա այդ այլընտրանքը, կա այդ այլընտրանքը։ Ոչ միայն կա, այլ մենք ամեն օր ուղղակի Նիկոլի արկայությամբ կորցնում ենք դրա հնարավորությունը։ Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Այն ընթանում է իշխանության տոտալ եւ քաղաքական դաշտի մեծ մասի անտարբերության ֆոնին։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչն է խանգարում պաշտոնական Երևանին գերիների եւ Արցախի բնակչության վերադարձի հարցը բերել բանակցային սեղան, որպես նաեւ հակազենք Ադրբեջանի ու Ալիևի անհիմն նախապայմաններին։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար Տիկին Թանդիլյանից։ Սկզբից սկսենք, այ 3 էր կարծեմ Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը դիմավորեց Բաքվի բանտում։ Այո, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը ընդհանրապես շարունակվում է, հա, բոլորին է։ Այս փուլում օրինակ ինչպես կգնահատեիք Հայաստանի իշխանությունների ջանքերը նրանց վերադարձնելու ուղղությամբ, եթե այդպիսի կան իհարկե այդպիսի ջանքեր, եւ քաղաքական դաշտի վերաբերմունքն առհասարակ, կարծես թե շատ չի խոսվում այդ մասին վերջին շրջանի հայտարարություններից։ Ես միայն հիմնական դերակատարներ, թե ես միայն երրորդ նախագահին կհիշեմ, որ 2-3 օր առաջ ասաց, որ իր երազանքները երկուսն են, դրանցից մեկը իր ընկերների վերադարձը Բաքվից։ Այ ընդհանուր ինչպես գնահատեք այդ իրավիճակը եւ իշխանության եւ քաղաքական դաշտի։ Ինձ համար դա ոչ թե երազանք է, այլ նպատակաուղղված գործողությունների ծրագիր, անելիք եւ մտածմունք ամեն օր ընդ որում, որովհետեւ այդ անելիքը շատ է եւ առաջին հերթին այս իշխանություններից ազատվելն է այդ անելիքի համատեքստում։ Շատ ուղիղ տեքստով եմ ես ասում, այս իշխանությունները քանի իշխանության են Հայաստանում, առնվազն ռազմաքաղաքական ղեկավարությունը չի վերադառնալու եւ նրանք գոնե այդ ուղղությամբ քայլեր չեն անելու։ Եթե վերադառնան էլ, ապա դա լինելու է աշխարհաքաղաքական այլ դասավորությունների, այլ հանգամանքների ներքո եւ Ալիևի վրա արտաքին ճնշումների պարագայում, որովհետեւ Հայաստանի իշխանությունները ուղիղ շահառու են այս մարդկանց այնտեղ պահելու։ Նրանք վտանգ են տեսնում յուրաքանչյուր հայր են ասել մարդուց, իսկ այս մարդկանց հետ մենք ծանոթ ենք, գիտենք նրանք ինչպիսի վերաբերմունք ունեն Հայաստանին, Արցախին, հայկականությանը, ու մասնավորապես եթե խոսենք Ռուբեն Վարդանյանի մասին, մենք գիտենք թե նա ինչ հանգամանքներում է գնացել, ինչ նպատակներ է ունեցել հայապահպանության, Արցախում հայապահպանության եւ հետեւաբար, քանի որ Արցախ անունն արդեն իսկ սարսափազդու է մեր այս իշխանությունների համար, ակնհայտ է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նրանց համար իրենց մտքերում վտանգ է ներկայացնում։ Բացեք փակագծերը մի քիչ, էլի եմ լսել այս միտքը, հա, եւ ձեր կուսակիցներից, ընդհանրապես էլի քաղաքական գործիչներից վտանգ ներկայացնելը։ Այսինքն վտանգ ինչ պետք է անեն այս մարդիկ իրենց, չէ՞ որ իրենք Հայաստանի իշխանությունն են եւ այլն եւ այլն։ Միայն այնքանով որքանով նրանց հայրենասիրությունը դառնալու է մարդկանց ոգեշնչման աղբյուր, եթե ուրիշ ոչինչ չասեն։ Սա իրենց համար խնդիր է, որովհետեւ նրանք մեկնարկել են այնպիսի դարաշրջան Հայաստանի համար, որը իսպես իրեն կոչում են խաղաղության, բայց դա fake օրակարգ է, որտեղ խաղաղությունը թղթի վրա է միայն եւ պիտի լինի իրական խաղաղություն, ինչի մասին խոսել են նաեւ այս մարդիկ։ Սա նշանակում է արժանապատիվ երկիրը ներկայանում է այնպես, որ կարողանա ապահովել երկարաժամկետ խաղաղություն։ Սա իրենից ենթադրում է բազմաթիվ աշխատանք, այդ թվում նաեւ ամուր տնտեսություն, ուժեղ պետություն, որպեսզի կարողանանք ունենալ խաղաղություն, պետք է ունենանք ուժեղ պետություն, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Իսկ այս մարդիկ միտված են անելու ամեն բան, որպեսզի Հայաստանում վերջապես հայկականությունը եւ հայ լինելը եւ դրա հիման վրա ստեղծել գիտություն, կրթություն եւ ամուր տնտեսություն, նրանք դա կարողանում են։
Այսպես ճիշտ հասկացած ես, որ կարծիքներ կան, որ այսպես են վախենում են Ալիևից կամ հարաբերություններ փչացնելուց կամ չգիտեմ, իրենք մեկնաբանում են դա պատերազմ չսանձազերծել, ասեն կոշտ չեն արտահայտվում գերիների մասով, չէ, օրակարգ չեն բերում, ոչ թե դա է, այլ իշխանության վտանգ, կորցնելու վտանգ են զգում ուղիղ, որովհետև որպեսզի չկորցնես Հայաստան պետությունը եւ պետականությունը, պետք է ունենաս ուժեղ արժանապատիվ ամուր հայկական պետություն։ Դրա համար քո որդիները չեն կարող դատվել թշնամու բանտում, բայց դու խաղաղությունից խոսես։ Դու պիտի կարողանաս պահպանել քո պետականության նաև հիմքը առայն, որ պետությունը պաշտպանում է յուրաքանչյուր հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգություն։ Հիմա այնտեղ 23 հոգին, որ դատվում են, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Եվ որտեղ է պետության գործառույթը առայն, որ պաշտպանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Ընդ որում, այն հատորները, որոնք գրվում են այդ մարդկանց վրա, կիրառելի են վաղ մյուս օր ձեր եւ իմ նկատմամբ ապօրինի հատել Ադրբեջանի տարածք։ Եվ ահա այս հոդվածներն է, որոնք կիրառվում են այս մարդկանց վրա տասնամյակներով դատապարտելու, 20-ից ավելի ցմահ դատապարտության, եւ Նիկոլ Փաշինյանը հաշտ է այս հանգամանքին։ Ավելին ես ինքս ինձ կարող եմ հանձնել ադրբեջանական, ոչ միայն ես ինքս ինձ ծառայել եմ։ Այո, բոլոր նրանք, ովքեր ծառայել են, բայց այդպիսի հենց մեր հարգարժան քաղաքացիներ են այնտեղ դատում, ովքեր ծառայել են այդ բանակներում, այնտեղ։ Ես որ աշխատել եմ այնտեղ, բոլորս, չկա այդպիսի մարդ, որ այդ հոդվածի տակ չէ։ Այո, որը չի հատել այդ սահման։ Հետևաբար, այո, դատում են բոլորից, դրա համար ենք ասում, դատում են հայրենասերներին։ Հայրենիքը սիրող հայկականությունը, այո, գնացել է Արցախ, փորձել է օգտակար լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Ադրբեջանը այսօր ինքնորոշման իրավունքը դարձրել է 150,000 մարդկանց խմբավորման ինչ որ գործողություն, այլ ոչ թե ինքնորոշման իրավունքի համար պայքար։ Նրանք անվանում են իրենց կազմավորում, 150,000 հոգանոց կազմավորում, սա արդեն դատախազի վերջի եզրակացության մեջ է, կոչում են Արցախ, իբրև ճակերտներում, եւ իբրև այնտեղ այս մարդիկ 150,000 հոգի փորձել են այսպես խաթարել Ադրբեջանի տարածքային անջատողական ահաբեկիչ, ինչ ասում են։ Այո, եւ ահա այս հոդվածներն են, այսինքն այդ մարդիկ ոչ թե այնտեղ ապրող բնիկ հայեր են, ովքեր պայքարել են իրենց ինքնորոշման համար, որովհետեւ իրենց կյանքն անտանելի է եղել ադրբեջանական վերահսկողության ներքո, այդ մասին չէ խոսքը։ Այսինքն բոլորս, ովքեր սատարել ենք եւ Միսկի համանախագահող երկրները, ովքեր նաև բանակցություններ է եղել, ամենը խեղաթյուրված է եւ Հայաստանի իշխանությունները կողքից դիտորդի հայացքով ուղակի նայում է ինչ է կատարում։ Հետևաբար այլ բան քան եզրակացնել, որ նրանք ուղղակի շահառու են այդ մարդկանց այնտեղ պահելու եւ շահառու են, որ իրենց իշխանությունը երկարի։ Այո, նույնը կներեք, պետք է թանալ, նույնը նաեւ վերաբերում է Արցախի մեր հայրենակիցների խնդիրը անընդհատ թեժ պահելու սեղան, որտեղ տեսեք դիվանագիտական լոգիկան ու պետության, չէ՞, թեկուզ է պարտված պետության։ Լոգիկայից բխում է, որ դու ինչ հաղթաթուղթ ունես, թույլ տվեք այսպես կոչել, իհարկե մեր քույրերն ու եղբայրներն էլ, բայց ամեն դեպքում դնել սեղանին, առաջ տանել, այո, առաջ տանել, անընդհատ միջազգային հանրության ականջին լցնել, որ այ տեսեք 150,000 մարդ, որ սա հումանիտար իրավունք է, տարբեր տեսակետից։ Այս պարագան ինչի չեն անում, լավ, գերիներն էլ գումարած դա երկուսը իրար հետ տեսեք ինչ հակազենք է, այն պարագայում Ալիևը հորինում է, արևմտյան Ադրբեջան, ինչ ասես հորինում է։ Ինչու՞ մեկ էս եղածը չեն հորինում է, այլև հետո հետագան կիրառելու է, ես դա տեսնում եմ եւ ինքը անկեղծ խոսում է այդ մասին եւ հետեւաբար այո, դու հրաժարում ես քո խաղաքարտերից, հասկանալով դա հետեւյալն է, ամեն գնով այդ փաստաթուղթը ստորագրելու միտում է ամեն գնով եւ այդ գինը անգամ Հայաստանի պետականության խաթարումն է, հայ մարդու անվտանգության խաթարումն է, իրենք գինը չեն հաշվում, իրենց պետք է իշխանություն, որովհետեւ եթե այդ խաղաղությունը ստորագրի այդ փաստաթուղթը կներեք, դες անպայման շեշտում եմ փաստաթուղթը, որտեղ դա խաղաղություն չբերող փաստաթուղթ է, ինքը պիտի լինի խաղաղարար Նիկոլ եւ ընտրվի եւս մեկ անգամ գոնե ինքը այդ հաշվարկների մեջ է, այս իշխանությունը այդ հաշվարկների մեջ են։ Հանկարծ որևէ կրակոց չլինի եւ այդ փաստաթուղթը ստորագրի։ Եւ սա է իր միակ անելիքը աթոռը պահելու համար։ Նա մտածում է, որ այդ կեղծ թեզերով ժողովրդին կերակրելով եւ հիմա իրենց այս համահայաստանյան շրջայցը, որ կատարում են, փորձելով մարդկանց իբրև թե բացատրել ինչ է կատարվում, այնինչ սա քարոզ է եւ այդ թեզերը մարդկանց հրամցնելու պարզունակ միջոց եւ իրենք փորձում են արդեն իսկ քարոզարշավ են սկսել, փորձում են ներկայացնել իրենց որպես միակ խաղաղություն բերող, բայց կրկնում եմ, բազմաթիվ խաղաղության փաստաթղթեր են խախտվել, որովհետեւ դրանք բովանդակային խաղաղություն չեն ունեցել։ Եթե Ալիևը իսկապես ուզում է խաղաղություն անկեղծ է այդ հարցում, նա պիտի առաջին հերթին ազատի այնտեղ գտնվող հայ մարդուն, հայ գերիներին։ Շատերը նրանցից ձերբակալվել են նոյեմբերի 10-ի փաստաթղթից հետո։
Վիգեն Լյուդվիկը, այսինքն մարդիկ ովքեր Գևորգ Սուչյան, այսինքն մարդիկ ովքեր արդեն ստորագրելուց հետո օրինակ հումանիտար օգնություն են տանելուց եղել Արցախ, Ստեփանակերտ, որտեղ մարդիկ սովամահ են լինում։ Այսինքն այս տեսակ բազմաթիվ խնդիրները, եթե անդրադարձ չկա եւ դու մտածում ես, որ առանց դրանց մասին խոսելու խաղաղություն է լինելու, դու խափում ես հայ ժողովրդին։ Այդ թվում Արցախցիների վերադարձը, չէ՞։ Տեսեք, մեր Արցախի հայրենակիցներն այդ որևէ քաղաքական պահանջ ըստ էության, ինչքան էլ իրենց բանը վերակեն, չեն ներկայացնում, հա, Հայաստանի իշխանություններին։ Հիմնական խնդիրը սոցիալականներ, այն էլ ինչ էին ուզում, ասում են մենք ուզում ենք մնալ Հայաստանում, չարտագաղթենք, էլի ժողովուրդը, ընդամենը մնանք Հայաստանում։ Հիմա ու պահպանում են պետական իշխանության մարմինները, տեսեք, ընտրում են ազգային ժողովի նախագահ, իրենք պահում են այդ ամենը, ուզում են պահել։ Բայց Հայաստանի իշխանությունները նաև առաջի դեմքի մակարդակով անդադ հիշեցնում կրկնում են, որ Հայաստանում երկրորդ իշխանություն, երկրորդ պետություն, չնայած ձևակերպումը չպիտի լինի եւ այլն։ Ինչու նման վերաբերմունք, այդ մարդիկ ինչով են խանգարում մեր հայրենակիցները Հայաստանի իշխանությանը։ Հասկացանք գերիների, հատկապես ռազմաքաղաքական ղեկավարության պարագան, որ այ ուղիղ վտանգ են եւ այլն։ Արցախի հայությունը ի՞նչ տարբերություն։ Հայություն ինչով է խանգարում։ Քանի դեռ Արցախի հայությունը, այո, միասնական է եւ գտնվում է Հայաստանի տարածքում, իրենց աչքի առջև արկա է այս մարդկանց վերադարձի իրավունքը, որովհետև դա միջազգայինորեն ճանաչված իրավունք է, մարդիկ պիտի ապրեն այնտեղ, որտեղ իրենց հայրենիքն է, որտեղ ծնվեցին, իրենց բնական իրավունքն է, անքակտելի։ Հետևաբար նրանց արկայությունը Հայաստանում իրենց համար վտանգ է, որովհետև այս մարդիկ կարողանում են ավելի կազմակերպված լինել եւ պահի հնարավորության դեպքում կարող են այդ գործողությունները դարձնել միսուարյուն տալ, բայց սրանից ոչ միայն պիտի չվախենալ, սա պիտի հակառակը, ինչպես մենք խոսեցինք նախորդ մեր բանի խոսքացության ժամանակ, սա խաղաթուղթ է, որ Ադրբեջանը ստեղծում է արհեստականորեն 300,000 հայ արևմտյան Ադրբեջան, իսկ մենք սա փաստացի ունենք, մարդիկ ովքեր կան եւ այդ թեման իրենք դրա կրողն են եւ նրանք ուզում են այս մարդիկ այստեղ ուղակի չապրեն, ծրվեն աշխարհով մեկ, որպեսզի այդ թեման իսպառ փակվի, որովհետեւ կրկնում եմ, իրենք ունեն այլ օրակարգ Ալիևի հետ հարաբերություններ։ Աչսրենն է, հա, սա Ալիևի հետ պահանջներն են, բայց դու կատարում ես նորից մի պահանջ, որից զրկում ես Հայաստանի Հանրապետությանը որպես խաղաքարտ, որի հետևանքով դա տեղի է ունենում եւ այս մարդկանց դու ուղակի նրանց սոցիալական խնդիրները բարթացնելով, չլուծելով, արդյունքում նրանք գնալու են Հայաստանից։ Հիմա դա դժվար է արտաբերել անգամ, բայց մենք ուղակի պարտավոր ենք այս մարդկանց տիրություն անել հենց Հայաստանի Հանրապետությունում, իրենց արկայությունը պահովել, բնականon կյանքը ապահովել, որպեսզի մենք կարողանանք նաև այս գործիքը օգտագործել հետագայում խաղաղության պայմանագրի բովանդակային դրույթները իրագործելու համար։ Նաև վերադարձի, որպեսզի չլինեն, եթե չլինեն կոմպակտ, չէ՞, վերադարձնել գրեթե անհնար բան է դառնում, տեսեք, արդեն 7 տարի, մի քիչ ներքաղաքականից խոսենք, 7 տարի, բայց հատկապես պատերազմից հետո 5 տարին, ամենօրյա ռեժիմով ընդդիմությունը կրկնում է, որ Փաշինյանի 1 օր ավել մնալը կործանարար է երկրի համար, այս նախադասությունը շատ է կրկնում, մնացածը դավաճան բան պարզ է։ Սակայն որևէ տարբերակով չհաջողվեց, հա, տարբեր փողոցային պայքարներ, վերջինը սրբազան պայքարը, իդեպ 3 Բագրատ Սրբազանը անոնս արեց նոր պայքարի, փողոց ենք դուրս գալու ասեց եւ չենք թողնելու, որ 26-ի հասնի ընդհանրապես, 26-ին լինելու է ընտրություն, բայց առանց ԿՊ-ի։ Հիմա մնացել է 1 տարի այդ հերթական ընտրություններին։ Ակտինովը շրջանառվում է իմպիչմենտի թեման, ձեր կարծիքով իմպիչմենտն է արտահերթը, թե հերթական ընտրությունները, ձեր ու ձեր քաղաքական ուժի կարծիքով աշխատող արդյունավետ տարբերակը որն է, որովհետև հաղորդումները մենք սկսեցինք նրանից, որ այս ամեն ինչի հիմքը սկիզբը հեռացնելն է։ Անխոս։ Եվ իրականում այն ազգային ժողով, որ այսօր կա, վաղուց իրեն սպառել է եւ այո, այն միակ անելիքը, որ նրանք ունեին, դա իշխանությունից զրկելը պիտի լիներ ԿՊ-ին, որը նրանք չեն արել։ Առաջին տարին լրանալուց հետո ամեն օր նրանք կարող էին դա անել։ Ունենալով իրենց ստորագրությունները 36 գոնե այն ժամանակ, առնվազն հարցը բերել օրակարգ, բայց եկեք ուղիղ նայենք, հա, ինքներս մեզ չխափենք։ Կարողանալու էին նրանք ԿՊ-ի ստորագրություններ բերել, որպեսզի դա տեղի ունենար ի վերջո։ 50 բազմաթիվ ստորագրություններ են, որոնք նրանք ի վիճակի չեն անելու, եկեք ճիշտն ասեմ ինչու, որովհետև այդ նույն մարդիկ, ովքեր ԿՊ-ի խմբակցությունում են, նրանք գիտեն, որ պաշտպանված են այնքան ժամանակ, որքան ունեն իշխանություն։ Եթե նրանք զրկվեցին իշխանությունից, ժողովուրդը հիշելու է նրանց բոլորին, նրանց յուրաքանչյուրի արարքը, նրանց Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգումը ամեն օր, որովհետև այդ խմբակցությունն է այնտեղ զբաղված դրանով։
Մենք կարող է թերագնահատում ենք, բայց այն падգամավորները, ովքեր այսօր ԿՊ-ի կազմում են, նրանք են երկարացնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Սա փաստ է, որովհետև իրենք ուզում են պաշտպանվեն, լինեն անվտանգ եւ ունենան իշխանություն, մնացած այլ բաները չասեմ։ Այսինքն այս մարդիկ չեն անելու դա, ինչ մի հոգի չէ, երկուսը չէ, այսինքն անհրաժեշտություն կա բազմաթիվ ստորագրությունների, 18 եթե չի դառնա։ Այսինքն դա անիրատեսական նպատակ էր դնելը եւ փորձել արդարացնել սեփական գոյությունը խորհրդարանում այդ նպատակի համար, կամ դու դա անում ես, կամ ընդունում ես, որ անհնարին է եւ մանդատները վայր ես դնում, ապա լեգիտիմացնելով ազգային ժողովը։ Ավելի շուտ դնեին։ Այո, որովհետեւ եթե ազգային ժողովը լեգիտիմ չէ, այս խորհրդանը չէր կարող գործել առանց այդտեղ գոյություն ունեցող ընդդիմության։ Նրանք երջանիկ են, որ այս ընդդիմությունն է նախ, որ կարելի է միշտ ասել թալանչի, կոռուպցիոներ եւ այլ մարդասպան։ Իսկ իրենց իշխանությունը հենց սա է երկարացնում։ Եթե այս մարդիկ բոլորը դնեին մանդատները, այո, իրավական հիմքեր չկա դրա համար, բայց կա քաղաքական ճգնաժամ։ Ոչ լեգիտիմ ազգային ժողով, որտեղ առնվազն 1/3-ը պիտի լինի ընդդիմություն, բայց եթե դա չկա, իսկ դա սահմանության պահանջ է, ուրեմն այդ ազգային ժողովը լեգիտիմ չէ։ Եվ այո, նրանք չէին կարող այդ դեմքով ներկայանալ ժողովրդավարական բաստիոն տեսքով գնալ տարբեր միջոցառումների, եվրոպական երկրներ եւ այլն, պատվիրակություններ եւ այլն, որտեղ չկա ընդդիմություն։ Ընդդիմությունը գնում է իրենց հետ շրջագայությունների որպես պատվիրակության անդամ։ Ինչ օգուտ եք տվել Հայաստանին այդ շրջագայություններով, անկեղծ եմ ասում։ Բարձրացնել այդ հարցը, բարձրացեք ձեր երկրի ներսում, նրանք տեղեկանում են այդ հարցերից, ձեր երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներից, միջազգային կառույցների հետ խոսեք։ Ինչպես որ մենք ենք անում, դեսպանատների հետ դիպեք ներկայացրեք իրավիճակը, պարտադիր չի գտնվես դրա համար ազգային ժողովում, եթե անելիքը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Միակ ճանապարհը, որ իրենք կարող էին անել, դա մանդատները վայր դնել, ճգնաժամ ստեղծել քաղաքական եւ նոր ընտրությունների գնալ։ Հիմա կասեք այս պահին իսկ իմպիչմենտը էլի չփորձ են, թե նույն իրավիճակն է։ Օրինակ փորձն ինչին է խանգարում։ Փորձ ոչինչ չի, բայց ոչինչ չի տալու։ Փորձը տալու է նրան, որ նորից տեղի ունենալու մի ներկայացում ազգային ժողովում, ինչին մենք ամեն օր ականատես ենք լինում, հայհոյանք, վիրավորանք եւ եւս մի թատրոն ենտեղ։ Ո՞տ չի հավաքվի Տիկին Թանդիլյան։ Օրինակ, որ տեսնի սկսում են, չի հավաքվի բազմազան ժողովուրդ։ Ժողովուրդ երբ որ հավաքված էր, այդ ժամանակ պիտի անեն, եթե չեն արել, այսինքն դրա համար չեն հավաքվելու, որովհետեւ ինչու։ Մարդիկ տարբեր կարծիք ունեն, տարբեր խորհրդարանական տարբեր ուժերի վերաբերյալ, մեկի տեխնացուն մեկը չի հավանում, իսկ մարդիկ ավելի շատ բացասականն են ընդունում որպես դե որ սա կա ես չեմ գնում, հա, եւ այդ ցույցերը հավաքել եւ մարդկանց հավաքելը բարդ է լինում։ Բայց երբ որ մարդիկ արդեն պահանջով օրինակ սրբազան շարժման ժամանակ նույն ձեր պահանջով ներկայացել էին, որտեղ էր այդ ժամանակ իմպիչմենտի գործընթացը, ամենաիրատեսական պահն էր։ 1 տարի առաջ, ուղիղ։ 1 տարի առաջ։ Ինչի դա տեղի չունեցավ։ Ինչով էր զբաղված այդ ժամանակ ընդդիմությունում էր սպասում։ Կարող էին այդ ժամանակ անել, տեղի չունեցավ, չստացվեց։ Էլի եմ ասում, չեն էլ գալու այդ ԿՊԱ-ականների այդ նիստին, բայց դա էլ չի արձանագրում, նիստը չի կայանալու, ես համոզված եմ, որովհետև պիտի դրանք գան, չէ՞, որ նիստը քվորում ունենա, կայանա։ Ռիսկն էլ չի կայանալու, բայց կարող էին անել, անեն, թող ցույց տային, որ իրենք դրան պատրաստ են։ Բայց դա չեն արել, դրանից հետո մանդատները վայր չեն դրել, ապրում են իրենց համար խորհրդարանական խորհրդանում։ Գնում են 26-ի ընտրության եւ դուք ո՞րն եք ռեալ համարում հեռացման ամենարեալ ճանապարհը։ Բոլոր միջոցները ինձ համար արդարացված են նաև փողոցային, բայց ցավոք սրտի ես արդեն չեմ տեսնում փողոցային պայքարի արդյունավետության հնարավորություն, օգնելու եմ, օժանդակելու եմ յուրաքանչյուրին։ Ինչպես արել եմ նաև սրբազան շարժման ժամանակ մեր թիմը եւ ինձ համար միջոցը կարեւոր չի այս պարագայում, պետության վտանգը Նիկոլ Փաշինյանից է գալիս եւ ես դրանում համոզված եմ։ Հետեւաբար միջոցները արդարացված են, բայց ցավոք սրտի բարձր արդյունավետություն չեմ նկատում։ Կրկնում եմ, աջակցելու ենք ամեն կերպ այդ արդյունավետությունը բարձրացնելու, բայց ես նաև իրատես եմ։ Եվ այդ առումով անգամ եթե առաջիկա խորհրդանական ընտրությունները 26 թվականին են, ընդդիմությունը պետք է սխալներ թույլ չտա, արդեն իսկ թույլ է տալիս, իրար ինչ ասես իրար ասում են, ես ում հասկանալ ինչպես են մտադիր հետո աշխատեն կամ աշխատելու են թե ոչ, իսկ պարակտված ընդդիմությունը դա այն է, ինչ ուզում է իշխանությունը։ Այո, մենք էլ նույն ճանապարհով չենք գնում ու դա բոլորի համար ակնհայտ է, առնվազն ես եղել եմ ընդդիմություն եւ նախկին իշխանությունների եւ այս, բայց այդ տեսակ հայհոյանքներ եւ կարմիր գծեր հատելով մեկը մյուսին այսպես համագործակցության, նաեւ զրույցի, հա, հնարավորությունը արդեն չեղարկելով ավելի հերթացնում է իշխանության գործը ընդհանրապես, բայց ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը այս անգամ ունենալու է հնարավորություն
իր ձայնով փորձել ձևավորել այնպիսի ազգային ժողով, որտեղ որևէ մեկը 50+ ձայն չհավաքի, ինչը ամենաարդյունավետն է Հայաստանի պարագայում, որովհետև այդ դեպքում կլինեն հակակշռող ուժեր, կոալիցիոն կառավարություն եւ մեկը մյուսին զսպող ու հակակշռող ուժեր կգոյանան, ինչը այս պարագայում Հայաստանի առջև այս մարտահրավերն են, ես կարծում եմ լավագույնն է, որ միանձնյա որևէ մեկը չկարողանա այլևս այն լծակներն ու լիազորություններն ունենա, ինչ որ ունի այսօրվա վարչապետը եւ այս մեծամասնությունը, որը փաստորեն առանց կոալիցիոն ուժի կառավարում է։ Դրանք 21 թվականը հիշում ենք Նիկոլ Փաշինյանի կառավարմամբ նրա օրոք դուք հավանական համարում եք, որ նրան կարելի է հաղթել ընտրություններով։ Հեռացնել իշխանությունից կամ ստանալ ձեր ասած են, որ 50+1 չունենա որևէ կերպ ընտրություններով իր իշխանության օրոք։ Գիտեք, դա շատ բարձրացված հարց է եւ այդ թերահավատությունը լիարժեքորեն ընկալելի է եւ ես կիսում եմ, բայց Նիկոլ Փաշինյանը ինչ ունի վարչական ռեսուրս, որը լիարժեքորեն կիրառում է, ունի իրավական գործիքակազմ, որով ընդդիմադիրներին եւ ընդդիմախոսներին ճնշում է եւ սարսափ է տարածում, բայց ի վերջո ունի քարոզչական թեզերը, ունի քարոզչական թեզեր, ունի պահարակելու, բոլորին պահարակելու փայլուն հռետորաբանություն եւ վարքագիծ, այսինքն հատելով բոլոր կարմիր գծերը առանց ամոթի եւ առանց որևէ բանի արժեք կանգնելու, այդ չեմ նաեւ պատերազմ բերողներ, այո, բոլորը բերող են, այո։ Հետևաբար շատ այդ առումով շատ գործիքներ ունի, բայց եկեք նաև փաստենք այն հանգամանքը, որ նախ 21-ին էլ մեծ դժվարությամբ ամեն դեպքում անցան 50 քանի տոկոսը, դեռ 80% չի։ Եվ այս տարիների ընթացքում իր գործունեությունը շատերի համար ավելի բացահայտ դարձրեց նրա ստախոսությունը, ինչպես նաև իր ծրագիրը, որը հռչակել էր, չանել, այսինքն դու անընդհատ մարդկանց խաբել ես։ Դու խաբել ես, որ Արցախ Հայաստանը եւ վերջ ասես դա պատերազմից առաջ էր, ընդունեցին մարդիկ հասկացան, բայց պատերազմից հետո երբ որ քո ծրագրում գրում էր օկուպացված տարածքների մասին Արցախի, այսինքն դու նորից օգտագործել ես մարդկանց հուսականությունը, փորձելով գալ իշխանության, ինչը աջողությամբ կատարեց։ Հիմա այսօր արդեն այդքան հեշտ չի լինելու խաբել ժողովրդին, սա մեկ, իշխանական ռեսուրսը, տեսեք, վերջին երկու ընտրությունները, եթե օրինակ բերենք Գյումրիում եւ Փարաքարում, բացարձակ բավարար չէր, որպեսզի նրանք կարողանան մեծամասնություն ձևավորել, ինչը նշանակում է ճիշտ քայլերի պարագայում, այո, իր վարչական ռեսուրսով ամեն ինչով փորձերով ինքը 30%-ից ավելի հավակնություն չի կարող ունենալ։ Այդ ասում լավագույն տարբերակում, եթե մինչ այդ շարունակի ինքը եւ իր ընտանիքը պահել այնպես իրենց ինչպես պահում են, գնալով ավելի շատ պիտի մարդիկ հիասթափվեն։ Մնում է, որ մնացածներն են այսպես ասենք ոչ նիկոլական ուժեր, որոնք հետո կարողանան օրինակ խոսենք այդ մասին, ինչպես անել, որ չանցնեն պարլամենտային ուժեր, ովքեր Նիկոլի ուղակի պլաստարն են, որոնց վրա ինքը հենվում է, հենասյուներն են եւ կազմում է Երևանի օրինակ ընտրությունները եղավ։ Շատ ամենավառ օրինակ։ Եվ հետեւաբար նաեւ պիտի լինի ինդիմության անելիքը այն, որ այդպիսի ուժերին չեզոքացնի, չանցնեն այդ ուժերը նաեւ։ Հիմա նորից այդ fake եվրոպական արևմտյան արժեքներ գրողները բացահայտեցին իրենց դեմքը այս ընթացքում նույնպես մարդիկ տեսան, թե ովքեր են եւ արևմտյան արժեքներից խոսում ինչ վարքագծով, մարդկանց ծեծելը եւ անգամ չզղջալը որևէ ձևաչափով ոչ Եվրոպա է, ոչ Արևմուտք է, ոչ Ամերիկա է, այնպես որ այս ստախոսությունները այո ժամանակի ընթացքում բացահայտվում են եւ այո մարդկանց ժամանակ է պետք տեսնելու ամեն բան։ Հիմա նրանք ամեն ինչը ես կարծում եմ ավելի այլ կերպ են դիտում, տեսնում եւ այդ պարագայում ընտրությունների միջոցով հաղթելու հնարավորություն կա։ Մի կարևոր հանգամանք կա միայն մարդիկ պիտի գնան ընտրության։ Այս իշխանությունը հիասթափեցնում է մարդկանց, այս իշխանությունը քաղաքականության նկատմամբ խորը զզվանք է առաջացնում մարդկանց մոտ իր ամբողջ ընտանիքի մասնակցությամբ, իր տիկնոջ, անձամբ իր հայհոյանքը, սա մի վայր է ու մարդիկ հիասթափվում են քաղաքականությունից ու չեն ուզում մասնակից լինել, անգամ ընտրության, որովհետև նա նաև, չէ, մյուս կողմ դու պախարակում ես, բայց մյուս կողմին էլ ես վնասում։ Հետևաբար մարդիկ պիտի ուղակի լինեն աչալուրջ, գնան ընտրության, բոլորին չեն հավանում, կա չէ մեկը, որ ամենակիչը չեն հավանում թող ընտրեն նրան, բայց առանց մասնակցության իշխանությունը հաղթելու է։ Միջանկյալ մի բան է, բայց չեք կարծում Փաշինյանը կիրառել այսպես կոչված փորձված զենքը, եթե ես չեմ, օրինակ ուրեմն Քոչարյանն է։ Այո, անելու է։ Եվ այդպես դրանից պետք է կարողանան զրկել քաղաքական ուժերը, խլեն այդ զենքը Փաշինյանից։ Մարդիկ պիտի այսօր բոլորս ես դուք հասկացնենք մարդկանց ժողովուրդ ջան, եթե Նիկոլը չէ, նա է ում դուք ընտրելու եք։
Գնացեք ընտրության, մի ընտրեք Քոչարյանին, եթե սարսափում եք Նիկոլի այդ տեքստերից, մի ընտրեք մեկ այլ ուժի, որոնք մասնակցում են, անցած անգամ 20 քանի ուժեր մասնակցել։ Քոչարյանը պայմանական է, էլի ասում, այո, նա հենց հատուկ է ասում եւ այսօր արդեն հողը նախապատրաստում է, այո, եւ դա դրվա։ Հետեւաբար, եթե հենց այդ անունը մասնավորապես ձեզ անհանգստացնում է, ինչ արել է 21 թվականին ու հաջողել է, ընտրեք ուրիշ ուժ։ Բազմաթիվ ուժեր են մասնակցում։ Եվ եթե այդ ուժերին դուք տակ հնարավորություն նրանք հավաքեն ավելի շատ ձայն, քան որևիցե մեկ անգամ եթե չաղթարեն 50% պլյուսը, հնարավոր է այլ դասավորումներ։ Հետևաբար ընդհանրապես գնացեք իշխանության, հնարավորություն տվեք առողջ այլ ուժերի մտնել պարլամենտ եւ տեղի կունենալ լրիվ այլ պատկեր։ Այնպես որ մի վախեցեք Նիկոլի տեքստից, եթե ինքը չի անպայման չի ոչ Քոչարյանը, ոչ Սերժը կամ մյուսը։ Ես ուղղակի ասում եմ ժողովրդին, գնացեք ընտրեք ու ուզում, բայց գնացեք։ Ձեր մասնակցությունն է միայն, որ կանխարգելելու է նախկին ներկա ուժերի գոյությունը։ Միայն ձեր մասնակցությունը եւ ձեր ընտրությունը։ Վերջին հարցը, տեսեք, արդյոք քաղաքական դաշտը ձեր կարծիքով պատրաստ է, այսպես հետ նիկոլական Հայաստանի ենթադրենք ձեր ասածը եղել է, կա այլընտրանքային առաջարկ հանրությանը այն ամենացավոտ մասով Փաշինյանը չէ, ասում է իրենից բացի բոլորը գրեթե բոլորը պատերազմ են ուզում։ Հիմա կա առանց Փաշինյանի ու առանց պատերազմ Հայաստանի այլընտրանքը, որ եւ Փաշինյանը չլինի եւ պատերազմ չլինի։ Այդ ցույց են տալիս ժողովրդին, ինքը իրենը վատ թե լավ ասում է։ Դրան բոլորը անվանում են ու կզած խաղաղություն կներեք արտահայտությանս համար, բայց այդ արժանապատիվը կա, ցույց տալիս է։ Ուրեմն նա ստախոս է եւ Հայաստանը խաղաղության եւ խաղաղ ապրելու հնարավորություն ունի միայն մեկ պարագայում, եթե ունի ուժեղ, ճկուն, խելացի, գիտելիքահեն պետություն, որտեղ կրթությունը եւ բովանդակային գիտությունը առաջնային են, Հայաստանը դառնում է տեխնոլոգիապես ուժեղ երկիր եւ չունի թշնամի։ Որպեսզի չունենաս թշնամի, դուք դիլնես ուժեղ։ Թույլերը միշտ ունեն թշնամի, որոնք պատրաստ են ամեն րոպե, ինչպես մենք այսօր, երկու հարևան, ով ամեն րոպե թույլ պետությանը հոշոտելու են ամենահարմար պայմաններում։ Ինչը ի դեպ տեղի է ունենում արդեն աշխարհում, հարմար պայմաններ են ստեղծում։ Հետևաբար մենք կարող ենք միայն գոյություն ունենալ խաղաղության մեջ, եթե մենք ունենք ուժեղ պետություն։ Եթե մի մարդ Հայաստանում մտածում է, որ Նիկոլ Փաշինյանով հնարավոր է ունենալ ուժեղ պետություն, ես վստահ եմ, որ այդպիսի մարդ չեք գտնի, մարդիկ ուղղակի ասում են գոնե մի բան կանի, մի կերպ ինչ որ բան, տարածքներ տալով ոչ, տարածքներ տալով չենք ազատվելու Ադրբեջանից եւ Թուրքիայից, ավելին են ուզելու։ Այստեղ բերելու են 300,000 ադրբեջանցի, ես կասկած չունեմ, որ դա Ալիևի ամենա այդպես հեռահար նպատակն է, հնարավորինս շուտ բերել, բնակեցնել, ու դուք պատկերացրեք մի քանի տարի հետո Հայաստանը ինչ է կատարվելու։ Փոփոխ ուժով կվերցնի, կռիվտե չի։ Ընդ որում ասելու է, այո, այսքան մարդ նրանք պետք է անվտանգ ապրեն, իսկ դուք վտանգավոր եք, պետք է զորքեր բերեմ։ Իսկ մենք ինչ ենք արել, զրկել ենք մեզ այն խաղաքարտից, որ կոչվում է արցախցիների օրինական իրավունք ապրելու իրենց երկրում։ Եվ հետևաբար ինչ է անում Փաշինյանը, Հայաստանին զրկում է բոլոր խաղաքարտերից։ ՀՀԿ Մինսկի խումբ է լուծարում, այն ապացուցելով, որ ինչ Հայաստանն էր այդ վեճի կողմ, Հայաստանը երբեք այդ վեճի կողմ չի եղել։ Ինքնորոշման իրավունք է եղել, ստեղծվել է խումբ, որը այդ ուղղությամբ բանակցել է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրել է Ալիևի բոլոր պահանջները։ Ոչ միայն վիճ կողմ ենք, ագրեսոր ենք։ Եվ հետևաբար, երբ որ մենք խոսում ենք խաղաղություն եք ուզում թե պատերազմ եղել է եւ ամենավատագույն արդյունքով միայն Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այսինքն միֆ է, որ չկա այդ այլընտրանքը, կա այդ այլընտրանքը։ Ոչ միայն կա, այլ մենք ամեն օր ուղղակի Նիկոլի արկայությամբ կորցնում ենք դրա հնարավորությունը։ Պետք է գան ուժեր հայրենասեր, հայանպաստ եւ հայկական պետականության կրող, որ կարողանան ամրացնել պետությունը։ Այս մարդիկ զբաղված են, իրենց օրակարգը տեսնում եք, ինչ որ հեծանիվներ, ինչ որ տեքստեր, ստատուսներ, որ ապշահար ես լինում, ոնց կարող է առաջին տիկինը զբաղված լինի այդ հարցով, այսինքն ձեր ընտանիքում ինչից են խոսում, եթե դա է քեզ ամենաշատ հուզող սրան նրան վիրավորելը։ Եվ այն օրակարգը, որ այսօրվա իշխանություններն են, ամենևին հայկական պետականության ամրապնդման մասին չէ։ Եվ հետևաբար մեր գործը պիտի լինի ուժեղ տեխնոկրատ պետություն ստեղծելը այս տարածաշրջանում, որի թշնամին պիտի 1000 անգամ ավել մտածի որևէ քայլ անելուց եւ դառնան առանց թշնամի, որովհետեւ կրկնում եմ, ուժեղ պետությունները թշնամիներ չեն ունենում։ Ձեր նշած այդ 4-5 ուժը գոնե տեսնում եք այդ որակումներին համապատասխան չափանիշներ, որ ասեք Հայաստանի քաղաքական դաշտում 4-5 ուժ, օրինակ, որոնք կարող են մտնել եւ հետո կոալիցիա։ Եթե տեսնեի, շատ երջանիկ կլինեի, բայց տեսնում եմ ուժեր, որոնք առկա են, այդ թվում է մեր ուժը, որի համար կարևորագույնը մեր գերիների վերադարձն է
եւ ամուր հայկական պետության ստեղծումը։ Հետևաբար մեր գոյությունը իշխանության կառավարման մեխանիզմներում, պարլամենտում, կառավարության լծակում զսպելու է որևէ այլ ուժի, եթե իհարկե չենք խոսում այն մասին, որ մենք կարողանանք հաղթահարել 50+-ը, բայց ես տեսնում ու ճանաչում եմ մարդկանց, ովքեր սիրում են այս երկիրը, ովքեր պատրաստ են նվիրյալի պես աշխատել առանց որևէ անձնական սեփական շահի, որի օրինակը ունենք, եւ այս մարդկանցով կառուցել այն պետությունը, որը պիտի դիմակայի արտաքին վտանգներին, չունենա հակա ինչ որ ուղղություններ, բալանսավորած արտաքին քաղաքականություն վարի, որովհետև տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում եւ ինչպես են արագ փոխվում իրավիճակները եւ մենք այդ շռայլությունը չունենք գանք այս նժար ու մնանք մենք պիտի իմանանք որ մենք պիտի խոսենք բոլորի հետ չունենանք թշնամիներ ու հասկանանք լավ բարեկամը վատ բարեկամից տարբերելու կարողությունը եւ չվերագրենք այլ երկրների շահեր, որոնք իրեն չեն հետապնդում Հայաստանում, ինչպես հիմա անում ենք թե Արևմուտքի վերաբերյալ, թե Ռուսաստանի։ Միֆեր ենք ստեղծում, մեզ թվում է բոլորը մեզանով հետաքրքրված են, մենք իրենց համար շատ կարևոր ենք ու պարզվում ենք, որ այդպես չէր։ Ու անընդհատ նույն Եվրոպայի մասով մեկը տեսնում ենք ֆոն դեր Լեյնը պայմանագրեր է կնքրում Ալիևի հետ։ Գոհեք, իհարկե պիտի անի։ Բայց պիտի հասկանանք, որ նրանք էլ այդտեղ շահում են։ Ռուսաստանը զենք է ծախել, իհարկե։ Այդ շահերը, եթե մենք ստենք անդադ բոլորին մեղադրել բացի մեզանից ընկալու, թե ինչու են նրանք դա անում, մենք տեղ չենք հասնելու։ Դրա համար մենք պիտի բարոյապես, հոգեպես ամուր լինենք, իմանանք, որ մեր հույսը մենք ենք եւ մեր խելացի դիվանագիտությունը մեր շրջապատող աշխարհի հետ։ Շատ շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Հիշեցնեմ այսօր Կիզակետում ապրելու երկիր կուսակցության համայնադիր Մանեթ Անդիլյանն էր, Կիզակետի թողարկումներն ու շատ էլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։